As you know, last weekend the United States successfully carried out a massive Ինչպես գիտեք, հանգստյան օրերին Միացյալ Նահանգները հաջողությամբ իրականացրեց հսկայածավալ ճշգրիտ հարված Իրանի միջուկային հարստացման օբյեկտների վրա, եւ դա չափազանց հաջողված գործողություն էր։ Այն անվանվեց ամբողջական ոչնչացում։ Ոչ մի այլ բան աշխարհում չէր կարող դա անել, եւ հիմա այդ հիանալի ուժի դրսեւորումը ճանապարհ է հարթել խաղաղության համար, պատմական հրադադարի համաձայնագրով, որը ստորագրվեց երկուշաբթի երեկոյան։ Մենք դա անվանում ենք 12-օրյա պատերազմ։ Խոսեցի մի քանի մարդկանց հետ եւ կարծես թե այդ անունը ճիշտ հնչեց։ Դա 12-օրյա պատերազմ էր, եւ մենք կարծում ենք, որ այն ավարտվել է։ Չեմ կարծում, որ նրանք նորից կհարձակվեն միմյանց վրա։ Չեմ կարծում։ Մենք ոչ միայն վճռականորեն լուծեցինք Իրանի միջուկային ծրագրի լուրջ սպառնալիքները, ինչը հենց իմ գլխավոր նպատակն էր։ Ես միշտ ասել եմ, որ Իրանը չի կարող ունենալ միջուկային զենք։ Արդեն 15 տարի է, որ այդպես եմ ասում, դեռ վաղուց, մինչև իմ քաղաքականությամբ զբաղվելը։ Բացի այդ, մենք վերականգնեցինք Ամերիկայի զսպման քաղաքականության վստահելիությունը, որն անկրկնելի է։ ՆԱՏՕ-ում ասում էին նման բան երբեք չի եղել։ Ինչպես գիտեք, իմ առաջին պաշտոնավարման ընթացքում ես ամբողջովին վերակառուցեցի մեր բանակը, եւ հիմա մենք ունենք հիանալի զինված ուժեր։ Մենք ունենք հիանալի գեներալներ։ Ես ճանաչեցի թե լավերին, թե վատերին։ Մենք թողեցինք լավերին։ Եվրոպան ի վերջո անում է իր քայլը, իր անվտանգության համար ավելի շատ պատասխանատվություն ստանձնելու ուղղությամբ, եւ դա կօգնի կանխել ապագա աղետները, ինչպես որ այժմ տեսնում ենք Ռուսաստանը եւ Ուկրաինան։ Հուսով ենք դա նույնպես կլուծվի։ Նախորդ շաբաթ Ուկրաինան կորցրել է 7000 զինվոր, հիմնականում զինծառայողներ, բայց հարվածներ են ստացել նաև Կիևում։ Հարվածներ են լինում նաև որոշ այլ քաղաքներում, իսկ դա նշանակում է, որ կյանքը անհետանում է, նաև քաղաքներում ու գյուղերում։ Սրա նման բան երբեք չպետք է տեղի ունենալ եւ չէր լինի, եթե ես նախագահ լինեի։ Ես դա ասել եմ 1000 անգամ, եւ երբ ես նախագահ էի, նման բան երբեք չեղավ։ Նման բան անգամ չէին մտածում։ Բայց շատ կարեւոր է, որ այս լրացուցիչ միջոցները ծախսվեն լուրջ ռազմական տեխնիկայի, ոչ թե բյուրոկրատիայի վրա, եւ հուսով եմ այդ տեխնիկան արտադրվելու է Ամերիկայում, քանի որ մենք ունենք աշխարհի լավագույն ռազմական տեխնիկան։ Դուք արդեն տեսաք, երբ 14 հրթիռ արձակեցին մեր ուղղությամբ, եւ պետք է ասեմ, նրանք շատ քաղաքավարի էին, նախապես զգուշացրել էին, ասացին. Մենք հրթիռ ենք արձակելու ժամը 1-ին, հարմար կլինի, ասացինք լավ, բազան ամբողջությամբ դատարկվեց, որպեսզի ոչ ոք չվնասվի։ Բացի հրետանավորներից, նրանց գաներ են կոչում, եւ այդ 14 գերժամանակակից հրթիռներից, որ արձակվել էին մեր բազայի վրա, բոլոր 14, ինչպես դուք գիտեք, խոցվեցին մեր համակարգերով։ Անհավատալի բան է, անհավատալի է, որ տեխնոլոգիան կարող է դա անել։ Դա նույնն է, ինչ փամփուշտ խոցես փամփուշտով, եթե մտածեք նույնն է, 14-ից 14-ը։ Եվ նրանք նույնիսկ այդքան չզարմացան, ասացի, դուք հաճախ եք այդպես անում, ասացին, մոտավորապես, պարոն։ Ուկրաինայի ճգնաժամը եւս մեկ անգամ ընդգծեց անհրաժեշտությունը վերականգնելու մեր ռազմական արդյունաբերական ներուժը եւ Միացյալ Նահանգներում եւ դաշնակից պետություններում։ Մենք այլևս չենք կարող մեզ թույլ տալ կախված լինել օտար հակառակորդներից կարևոր հանքանյութերի հարցում։ Եվ ինչպես գիտեք, մենք պայմանավորվեցինք Ուկրաինայի հետ օգտագործել նրանց տարածքների մեծ մասը հանքային ռեսուրսների համար։ Դրանք մեզ անհրաժեշտ են։ Եվ եւս մեկ անգամ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Նիդերլանդների ժողովրդին, անհավատալի մարդիկ են։ Սա հրաշալի երկիր է, եւ բոլոր ՆԱՏՕ-ի դաշնակիցներին այս հիանալի գագաթնաժողովի համար, որը հենց նոր անցկացրեցինք։ Մի նամակ էլ հենց նոր եկավ Իսրայելի ատոմային էներգիայի հանձնաժողովից։ Պաշտոնական նամակ է, շատ լուրջ մարդիկ են այնտեղ։ Ինչպես դուք գիտեք, Միացյալ Նահանգների կործանիչ հարվածը Ֆորդոյի վրա ավերեց կայանի հիմնական ենթակառուցվածքը եւ ամբողջությամբ անգործունակ դարձրեց հարստացման կայանը։ Այն ավերվել է։ Մենք գնահատում ենք, որ Ամերիկայի հարվածները Իրանի միջուկային օբյեկտներին զգալիորեն հետ են մղել Իրանի միջուկային զենք ստեղծելու հնարավորությունը շատ տարիներով։ Այս ձեռքբերումը կարող է պահպանվել անվերջ, եթե Իրանը նորից մուտք չստանա միջուկային նյութերի, ինչը չի ստանա։ Շատ ցավալի է, որ այս ամբողջ իրավիճակը ընդհանրապես տեղի ունեցավ։ Բայց ես պարզապես ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր օդաչուներին։ Դուք գիտեք, նրանց նկատմամբ վարվել են անարդար, վատաբանում էին, նվաստացնում էին, հատկապես կեղծ լուրեր տարածող CNN-ը, որը հավատացեք, հիմա էլ այստեղ է։ Ժամանակ են վատնում, ոչ ոք չի նայում իրենց, ուղղակի իմ ժամանակն են վատնում։ Եվ New York Times-ը, որը հրապարակեց մի պատմություն, թե հնարավոր է հարված է եղել, բայց վնասը լուրջ չի եղել։ Իրականում այն այնքան սարսափելի էր, որ պատերազմը վերջացավ։ Ոմանք ասում են մի տեսակ նման էր,
Իրոք, եթե նայեք Հիրոսիմային, նայեք Նագասակիին, այն էլ վերջացրեց պատերազմը։ Սա պատերազմն ավարտեց այլ կերպ, բայց նույնքան աղետալի էր։ Բացի այդ, նոր տեղեկություն է ստացվել Դուբայից։ Իրանի արտգործնախարարի մամուլի խոսնակը, այսինքն Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ իրենց միջուկային օբյեկտները խիստ վնասվել են ամերիկյան հարվածներից։ Ինձ հատկապես անհանգստացրեց այդ զեկույցների մեջ, որ կեղծ էին հրապարակված New York Times-ի կողմից։ Ես նրան վատթարացող New York Times եմ կոչում, որովհետև առանց ինձ լրիվ կտապալվեն։ Իսկ CNN-ը և MSNBC-ն ևս նույն կարգի են, սարսափելի մարդիկ են, չունեն որևիցե վստահություն։ Գիտեք, երբ ես սկսեցի նախագահությունս, մեդիայի վստահության մակարդակը 94% էր, իսկ հիմա 16% է։ Եվ ես շատ հպարտ եմ դրանով, որովհետև բացահայտեցի, ինչպիսին են նրանք իրականում։ Բայց երբ տեսա, որ սկսում են կասկածի տակ դնել հարվածի ուժգնությունը, հարց տալիս արդյոք ճիշտ է, եղել է, թե ոչ, դե այն իրականում շատ ծանր էր, ամբողջությամբ ջախջախել է։ Ճշգրտորեն ասած, թունելները հնարավոր չէ մտնել։ Հիմա նոր են տեղեկացրել։ Չկա ոչինչ, չկա ոչ մի ելք կամ մուտք դեպի ներքև։ Ամբողջությամբ կառույցը փլուզված է։ Ես կարծում եմ, բոլոր միջուկային սարքավորումները հենց այնտեղ էին ներքևում, որովհետև դրանք շատ դժվար է տեղափոխել։ Երբ լսեցին, որ մենք մոտենում ենք, արդեն ուշ էր։ Այդ սարքավորումները տեղափոխելը շատ բարդ է, իսկ իրականում նաև վտանգավոր։ Եվ նրանք գիտեին, որ մենք գալիս ենք, այսպիսով չեմ կարծում, թե շատ մարդիկ ցանկություն կունենային մնալ այնտեղ, իմանալով, որ մենք գալիս ենք բունկեր քանդող ռումբերով, ինչպես մենք ենք ասում։ Մենք միակն ենք, որ այդպիսի կունեն։ Մենք ունենք աշխարհի լավագույն զինտեխնիկան, լավագույն միջուկային զինատեսակները։ Իդեպ, մենք չպետք է մոռանանք մեր սուզանավերի մասին։ Իրականում սուզանավեր, բայց մի սուզանավեր ընդամենը այնտեղ։ Մենք արձակեցինք 30 հրթիռ դեպի որոշ տարածքներ։ Յուրաքանչյուրը մոտավորապես 400 մղոն հեռավորության վրա։ Այո, պետք ճիշտ եմ, 400, ծովում շատ հեռու է դա։ Եվ այդ 30 հրթիռներից յուրաքանչյուրը խփեց թիրախին ընդամենը 9 դյույմ շեղումով։ Դա չափազանց մեծ վնաս հասցրեց, որովհետև մենք միայն Ֆորդոն չէինք թիրախավորել։ Մենք հարվածել ենք նաև 2 այլ վայրերի, որոնք ամբողջությամբ չէին վնասվել։ Դրանք հարվածի ենթարկվեցին հենց Սուզանավից, որը գտնվում էր հարյուրավոր մղոն հեռավորության վրա։ Անհավանական է, պարզապես անհավանական տեխնիկա։ Աշխարհում լավագույն Սուզանավերը մերն են, ոչ ոք նույնիսկ մոտ չի, մյուսները մեզանից 20 տարի ետ են մնում սուզանավային տեխնոլոգիաների առումով։ Եվ հիմա երկրորդը, դա Իսրայելի ատոմային էներգիայի հանձնաժողովից ստացված նամակն էր։ Հիմա արդեն մենք ունենք դրանցից 3 կամ 4 տարբեր երկրների ատոմային էներգիայի հանձնաժողովներից նամակներ ենք ստանում, բայց այն, որը հենց նոր հրապարակեցինք, եկել է Իսրայելի ատոմային էներգիայի հանձնաժողովից։ Շատերն արդեն այցելել են վայրն ու հաստատել, օբյեկտը ամբողջությամբ ոչնչացվել է։ Եվ կրկին ուզում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել հերոս օդաչուներին, այդ հրաշալի հայրենասերներին, որոնք ղեկավարում են ինքնաթիռները այնպիսի վարպետությամբ, ինչպես ոչ ոք։ Նրանք դրել են հասարակության ամենավտանգավոր շրջաններից մեկը, մի տարածք, որտեղ բազմաթիվ հրթիռներ են եղել ուղղված իրենց դեմ, բայց ամեն ինչ կատարվել է գերազանց գաղտնիությամբ։ Թշնամին անգամ չի կարողացել նկատել նրանց։ Եվ ահա, ամենազարմանալին, հարվածները կատարվել են կատարյալ ճշգրտությամբ բացարձակ մթության պայմաններում։ Չկար լուսին, չկար լույս, լրիվ մութ էր, բայց հարվածները եղել են ճշգրիտ։ Եվ երբ լրատվամիջոցները փորձում են անտեսել կամ դսեմացնել այս գործողությունը, օդաչուները շատ նվաստացած եւ վիրավորված են իրենց զգում։ Նրանք գիտեն ինչպիսի ուժեղ արդյունք են ապահովել։ Օդաչուները Միսուրիից են, նրանք կատարել են 36 ժամյա թռիչք 2 կողմով մեծ հեռավորությամբ այդ անհավատալի B2 ռմբակոծիչներով։ Դրանից բացի օդում եղել են նաեւ F-22-ները եւ F-35-երը եւ այլ թռիչքային սարքեր։ Ընդհանուր առմամբ ունեինք 52 վառելիքային ինքնաթիռ, այսինքն բեռնատար ինքնաթիռներ նաեւ, որոնք օդում վառելիք էին մատակարարում մյուս ինքնաթիռներին։ Սա հսկայական գործողություն էր ու պետք է առանձնացնեմ գեներալ Ռայզենքեյնին, նա պարզապես հիանալի էր։ Հենց նրա շնորհիվ մենք հաղթեցինք իսլամական պետությանը։ Ինձ ասել էին կպահանջվի 4-ից 5 տարի, մենք դա արեցինք միայն մի քանի շաբաթում։ Ահա թե ինչու նա այսօր գլխավորում է զինված ուժերի շտաբը։ Ես լավ փորձ ունեցա նրա հետ։ Մենք ջախջախեցինք ISIS-ը մի քանի շաբաթում, իսկ սա այն էր, ինչի համար ըստ կանխատեսումների պետք էր 5 տարի ծախսվեր։
Մենք ունեցանք մեծ հաղթանակ այնտեղ, եւ հիմա նոր հաղթանակ այստեղ ՆԱՏՕ-ում, բայց սա շարունակական գործընթաց է, սա վերաբերում է Եվրոպայի, ինչպես նաեւ ամբողջ աշխարհի անվտանգությանը, եւ նրանք այն բարձրացրել են 2%-ից մինչեւ 5%, մի բան, որ ոչ ոք չէր կարծում, որ հնարավոր է։ Մենք խոսում ենք տարեկան ավելի քան $1 տրիլիոն ներդրման մասին, այսինքն գումար, որը գալիս է այն երկրների կողմից, որոնք նախկինում գրեթե ոչինչ չէին վճարում, որպեսզի արդյունավետ մասնակցեին։ Ինչպես գիտեք, ինձ հետ են պետքարտուղար Մարկո Ռուբիոն եւ պաշտպանության նախարար Փեթ Հեքսեթը։ Միգուցե նրան անվանենք նաեւ պատերազմի նախարար, չէ՞ որ այդպես էր կոչվում նախկինում։ Մի քանի շաբաթով գուցե այդպես էլ կոչենք, որովհետեւ հիմա մեր տրամադրությունն իսկապես մարտական է։ Նախկինում դա կոչվում էր պատերազմի նախարար, իսկ հետո դարձավ պաշտպանության նախարարություն, քաղաքական ճշմարտացիության շրջանակներում։ Գուցե պետք է կրկին սկսենք մտածել այդ անվանման մասին, բայց հիմա մեզ հենց այդպես էլ զգում ենք։ Եկեք հիմա հարցերի անցնենք։ Օհ, շատ հարցեր կան։ Դու հաճելի մարդ չես, բայց թույլ կտամ հարց տաս։ Լավ, ասա, ինչ հարց ես տալու։ Նա իրականում հաճելի մարդ չէ, ես նրան լավ եմ ճանաչում։ Շնորհակալություն նախագահ Թրամփ, որ ժամանակ հատկացրեցիք միջև ձեր վերադարձը։ Դուք հիմա ասացիք, որ հավատում եք Իսրայելի եւ Իրանի միջև հակամարտությունն ավարտված է։ Ի՞նչն է այդ վստահության հիմքը եւ ինչ կանեք, եթե հակամարտությունը վերսկսվի։ Որովհետև ես երկուսին էլ ճանաչում եմ եւ երկուսն էլ հոգնած են, սպառված, երկար ու ուժգին կռիվ են տվել, շատ դաժան։ Երկուսն էլ այժմ գոհ են գնալ տուն, դուրս գալ այս ամենից։ Իհարկե, մի օր կարող է վերսկսվել, կարող է նույնիսկ շուտով, բայց ես կարծում եմ մեծ ազդանշան էր, երբ, ինչպես գիտեք, Իրանը փոքր-ինչ, բայց ոչ շատ խախտեց հրադադարը եւ Իսրայելը առավոտյան արդեն 52 ինքնաթիռ էր պատրաստել հարվածի։ Եվ ես ասացի, դուք պետք է հետ կանչեք դրանք։ Եվ նրանք հետ կանչեցին, չարեցին ոչինչ։ Նրանք հետ կանչեցին ինքնաթիռները, դա շատ լավ էր։ Ես կարծում եմ նույնիսկ զարմանալի էր։ Նրանք մի դժոխքի պատերազմ մղեցին շատ ուժգին։ Ես կարծում եմ, որ պատերազմն իրականում ավարտվեց, երբ մենք հարվածեցինք տարբեր միջուկային օբյեկտների մեր ինքնաթիռներով։ Եվ ես պարզապես հուսով եմ, որ դուք կարող եք պատշաճ հարգանք ցուցաբերել այս օդաչուների։ Նրանք աշխարհի լավագույն օդաչուներն են, լավագույն թիրախահարները, նրանց հետ այդպես էլ կոչում են, շոթերներ։ Մեկ րոպե, ես պարզապես հուսով եմ, որ դուք կհարգեք նրանց, որովհետև նրանք վերադարձան բախվելով կեղծ լրատվությանը, ու ինչ որ մեկն ասաց, օ, դե գրեթե վնասել չի եղել, իրականում ամեն ինչ կործանված է։ Ուրեմն ես կարծում եմ, այո, սա ավարտված է, եւ կարծում եմ Իսրայելը կվերադառնա իր գործերին եւ Իրանն էլ իր։ Գիտեք, Իրանը մեծ առավելություն ունի նավթ, նրանք կարող են օգտագործել դա եւ զարգանալ։ Ես չեմ տեսնում, որ նրանք նորից վերադառնան միջուկային ոլորտ։ Նրանք արդեն 20 տարի աշխատում էին դրա վրա եւ ես չեմ կարծում, որ նրանք նորից կփորձեն այդքան ժամանակ վատնել։ Բայց եթե փորձեն էլ, մենք միշտ այնտեղ կլինենք։ Թեպետ դա արդեն ես չեմ լինի, բայց Միացյալ Նահանգները միշտ պատրաստ կլինի գործողության։ Այո, խնդրում, հարց տվեք։ Օ, կեղծ լրատվություն CNN, այո, իհարկե։ Ահա, եկանք։ Տեսնենք ինչ հարց են տալու։ Շնորհակալություն, պարոն նախագահ։ Դուք ասացիք, որ հույս ունեք, մարդիկ կգնահատեն մեր զինվորներին եւ հերոսներին։ Ես կարծում եմ բոլորը դա անում են, բայց ունեմ երկու հարց։ Դուք մի պահ հղում արեցիք Իսրայելի հետախուզությանը հարվածների գնահատման հարցում։ Ավելի վաղ, սակայն, նշեցիք, որ Միացյալ Նահանգների հետախուզության գնահատականը անորոշ էր։ Դուք հենվում եք Իսրայելի հետախուզության վրա այս հարվածների արդյունքը գնահատելիս։ Ոչ, սա նաեւ Իրանի հայտարարությունն էր։ Եվ եթե կարդաք փաստաթուղթը, որը Փիթը կարող է բացատրել, այնտեղ գրված է. վնասը կարող է լինել շատ լուրջ, բայց դա չընդունվեց, որովհետև այնտեղ նշվում է կարող է լինել սահմանափակ կամ շատ լուրջ։ Իրենք իրականում չգիտեին ինչքան լուրջ է, բացի նրանից, որ ասացին կարող է լինել կամ սահմանափակ կամ շատ լուրջ։ Դուք դա չընդգրկեցիք, քանի որ շուտ էր հարվածներից անմիջապես հետո, այդ ժամանակից ի վեր մենք նոր հետախուզական տվյալներ ենք հավաքել։ Քննարկել ենք նաև նրանց հետ, ովքեր տեղում են եղել, եւ տեղանքը ամբողջովին նավիրված է։ Մեր կարծիքով ամբողջ միջուկային բաղադրիչը հենց այնտեղ է եղել, նրանք էլ չեն կարողացել այն դուրս բերել։ Շնորհակալություն, պարոն նախագահ, երեք դուք ասացիք, որ Չինաստանը կարող է շարունակել Իրանից նավթ գնել։ Սա նշանակում է, որ դուք հրաժարվում եք Իրանի դեմ առավելագույն ճնշման քաղաքականությունից հաշվի առնելով ներկայիս պատժամիջոցները։ Ոչ, տեսեք, նրանք հենց նոր պատերազմ էին մղում։ Պատերազմել են քաջաբար։
Ես չեմ հրաժարվում։ Իրենք նավթի բիզնեսում են, եթե կուզենայի, կարող էի դադարեցնել։ Կարող եմ ինքս էլ Չինաստանին վաճառեմ նավթը, բայց չեմ ուզում դա անել։ Նրանք պետք է գումար ունենան, որ երկիրը վերականգնեն։ Մենք ուզում ենք, որ դա տեղի ունենա։ Չինաստանն էլ ցանկանում է նավթ գնել, կարող է գնել մեզանից, կարող է գնել ուրիշներից, բայց դուք պիտի հասկանաք, Իրանը պետք է վերականգնվի։ Նրանց հույժ անհրաժեշտ է գումար։ Շնորհակալություն, պարոն նախագահ, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ռուտեն Վլադիմիր Պուտինին անվանել է հակառակորդ, սպառնալիք եւ թշնամի։ Դուք համաձայն եք այդ բնորոշման հետ։ Բացի այդ, դուք նշեցիք գեներալ Քենին, շտաբի պետերի կոմիտեի նախագահին։ Նա ասել է, որ Պուտինն ունի տարածքային հավակնություններ Ուկրաինայից դուրս։ Դուք համաձայն եք։ Դա հնարավոր է, իրականում այո հնարավոր է, բայց ես մի բան գիտեմ, նա ուզում է դուրս գալ այս իրավիճակից, դա իր համար իսկական խառնաշփոթ է։ Մի քանի օր առաջ զանգ արեց ինձ, ասաց կարող եմ օգնել Իրանի հարցում, ես ասացի ոչ, օգնի Ռուսաստանին, որովհետև վերջին մի քանի շաբաթների ընթացքում մենք արդեն լուծել ենք Հնդկաստանի ու Պակիստանի, Կոսովոյի ու Սերբիայի հարցերը, ու կարծում եմ ուրբաթ օրը Կոնգոն ու Ռուանդան են միանում։ Դա դաժան պատերազմ էր, մաչետեներով, գլխատումներ ամբողջ Աֆրիկայով։ Նրանք հիմա միանում են։ Դրանից բացի եւս երկու նման գործարք են կարել։ Ոչ ոք նման բան երբևէ չի արել։ Ես նրան համարում եմ մարդ, որը, գիտեք, սխալ ուղղությամբ է գնացել։ Շատ եմ զարմացած, սպասում էի, որ հեշտ կլուծենք։ Մինչև հիմա 4 հարց են կարգավորել, բայց նա զանգարեց ու ասաց, որ Իրանի հետ մոտ է, ուզում է օգնել կարգավորել հարցը։ Ես պատասխանեցի ոչ, դու օգնիր ինձ քո Ռուսաստանի հետ կարգավորելու ու կարծում եմ դա էլ կանենք։ Շնորհակալություն, պարոն նախագահ, դուք հստակ ներկայացրիք ձեր տեսակետը հարվածների ազդեցության մասին։ Իսկ ինչ է լինելու հիմա Իրանի հետ, օրինակ Միացյալ Նահանգների հետախուզությունը որևէ նշան տեսնում է, որ Իրանը կարող էր նյութ էլ տեղափոխել։ Ոչ, ճիշտ հակառակը, մենք կարծում ենք այնքան հարվածեցինք հանկարծակի եւ ուժգին, որ նրանք չհասցրեցին որևէ բան տեղափոխել։ Իսկ եթե դուք ճանաչում եք այդ նյութերը, դրանք շատ ծանր են, շատ դժվար է տեղափոխել։ Ոմանք դրանց փոշի են ասում, բայց դա իրոք սարսափելի ծանր բան է։ Եվ այդ նյութերը 30-35 հարկով ներքև էին։ Կարծում եք ամեն ինչ վերացվել է։ Այո, մենք կարծում ենք, դրանք ծածկված են գրանիտով, բետոնով ու պողպատով։ Արդյոք դուք հետաքրքրված եք Իրանի հետ նոր բանակցություններ սկսել։ Նրանք մեզ ուղարկել են որևէ պատասխան։ Մարկոն կարող է պատասխանել, բայց ես ոչ։ Իմ տեսանկյունից պատերազմն ավարտված է, գուցե կարող եմ նրանցից ստանալ հայտարարություն, որ չեն գնա միջուկային ճանապարհով։ Միգուցե ուզենք նման մի բան ստորագրել, բայց իրականում կարծում եմ նրանք էլ չեն գնալու այդ ուղղությամբ։ Վերջ, հոգնել են։ Հնարավոր է ապագայում ուզենանք նման մի փաստաթուղթ, բայց հենց նոր Մարկոին հարցրեցի, ուզում ես մի պարզ համաձայնագիր կազմել, որ ստորագրեմ։ Կարծում եմ կստորագրեն, բայց կարծում եմ անհրաժեշտ էլ չէ։ Շնորհակալություն, պարոն նախագահ։ Կարծում եմ նախագահ Թրամփը ցույց է տվել, որ պատրաստ է հանդիպել աշխարհի ցանկացած երկրի ղեկավարի հետ, եթե նրանք խաղաղության կողմնակիցն են։ Ես չգիտեմ որևէ նախագահ, որը այսքան պատրաստակամ եղած լինի խաղաղության համար հանդիպելու։ Մենք կցանկանայինք ունենալ խաղաղ հարաբերություններ աշխարհի ցանկացած երկրի հետ, բայց դա կախված է Իրանից։ Նրանք պետք է ոչ միայն խաղաղություն ցանկանան, այլ նաև բացահայտ կերպով բանակցեն Միացյալ Նահանգների հետ, ոչ թե երրորդ կամ չորրորդ երկրների միջնորդությամբ։ Չեմ կարծում, թե մեր ժամանակակից պատմության մեջ որևէ նախագահ այսքան ձգտել է խաղաղության։ Տպավորությունն այնպիսին է, որ դռները բացել եք, բայց դուք չեք շտապում, ճիշտ է։ Ճիշտ եք ասում։ Լսեք, մենք Իրանի հետ հաջորդ շաբաթ զրուցելու ենք։ Հնարավոր է համաձայնագիր ստորագրենք, չգիտեմ։ Ինձ համար դա այդքան էլ պարտադիր բան չէ։ Նրանք արդեն պատերազմել են, կռվել, հիմա վերադառնում են իրենց աշխարհը։ Ինձ համար միևնույն է, կլինի համաձայնագիր թե ոչ։ Միակ բանը, որ ուզում ենք, նույնն է, ինչ առաջ։ Չենք ուզում, որ Իրանը միջուկային զենք ունենա։ Բայց մենք դա արդեն ոչնչացրել ենք։ Ես ասել էի, Իրանը չի ունենալու միջուկային զենք, ու մենք պայթեցրեցինք այն։ Այն ամբողջությամբ վերացվել է։ Այդ պատճառով ես սուր դիրքորոշում չունեմ։ Եթե թուղթ ստորագրվի, վատ չի լինի։ Իրականում մենք հանդիպելու ենք Իրանի հետ, այո։
Mr. President, Netherlands TV, thank you for visiting our country. Good. As I Thank you. understood, Շնորհակալություն մեր երկիր այցելելու համար։ Ցանկանում եմ իմանալ ոնց եք քնել տանը։ Եվ մի փոքր ավելի լուրջ հարց։ Դուք կարծես հանդիպել եք նախագահ Զելենսկիի հետ, քննարկել եք հրադադարի հարցը Ռուսաստան-Ուկրաինա պատերազմում։ Քնել եմ հիանալի, իսկ Զելենսկիի հետ հանդիպման ժամանակ պարզապես ուզում էի իմանալ ինքը ոնց է։ Նա շատ լավ էր։ Գիտեք, երբեմն թեժ պահեր ենք ունեցել, բայց այս անգամ չափազանց հաճելի էր։ Ես կցանկանայի, որ այդ պատերազմն ավարտվեր։ Հանդիպումից այն տպավորությունը ստացա, որ նա էլ է ցանկանում վերջ տալ դրան։ Կարծում եմ հիմա հիանալի ժամանակն է այն ավարտելու։ Ես խոսելու եմ նաև Վլադիմիր Պուտինի հետ, տեսնելու, թե կարող ենք վերջ տալ։ Բայց լսեք, սա խիզախ մարդկանց պայքար է, նրանք պատերազմում են ամենուր։ Նախորդ շաբաթ 7000 ռուս եւ ուկրաինացի զինվոր է սպանվել ընդամենը մեկ շաբաթում։ Խելահեղություն է, այնպես որ խոսելու եմ Պուտինի հետ։ Զելենսկիի հետ լավ հանդիպում ունեցա, շատ լավ հանդիպումներ ունեցանք տարբեր առաջնորդների հետ, բայց նա, Զելենսկին, կռվում է խիզախորեն։ Դա դաժան պայքար է։ Go ahead. White shirt. Oh, she's all excited. So, BBC News Ukrainian. I would Where are like you to ask from? I'm from Ukraine. Oh, So my wow. question to you is whether or not the US. Նախագահ, ես Ուկրաինայից եմ։ Արդյոք Միացյալ Նահանգները պատրաստ է վաճառել Պատրիոտ հակաօդային համակարգեր Ուկրաինային։ Ռուսաստանը շարունակում է ծանր ռմբակոծել Ուկրաինան։ Are you living yourself now in Ukraine? Դուք հիմա Ուկրաինայից եք եկել։ Wow. And I can see you're very, it's amazing. Ամուսինս այնտեղ է, ես հիմա Վարշավայում եմ երեխաներիս հետ, նա ուզում էր, որ մենք այնտեղ լինենք։ Is your husband a soldier? No? Նա զինվոր է։ Ոչ, բայց այնտեղ է։ Ո՞տ իրավիճակ է։ Դժվար է, իսկ դուք լրագրող եք, թե ինչ, ուրեմն լսեք։ Նրանք իսկապես ուզում են այդ հակահրթիռային համակարգերը, ինչպես ասում են պատրիոտները։ Մենք հիմա փորձում ենք տեսնել, կարող ենք դրանցից մի քանիսը հասանելի դարձնել։ Գիտեք, դրանք շատ դժվար է ձեռք բերել, մեզ էլ են պետք։ Մենք դրանք տրամադրել ենք Իսրայելին եւ դրանք շատ արդյունավետ են, 100%-ով արդյունավետ։ Դժվար է նույնիսկ հավատալ, թե որքան արդյունավետ են։ Ուկրաինան հենց դա է ուզում, ապելին, քան որևէ այլ բան։ They do want that more than any other thing. Դա As you շատ probably լավ հարցեր know. եւ ես It's a very good մաղթում եմ question. հաջողություն ձեզ։ I wish you a lot of luck. I mean, I can see it's Տեսնում եմ ձեզ համար դա շատ ցավոտ է։ Ուղարկեք ողջույններս ձեր ամուսնուն։ say hello to Շնորհակալություն։ your husband, okay? Շնորհակալություն։ Thank you.